Հիմա հենց իմ պատվալը 70-ից 80 սանտիմ ջուր է։ Դաշտս 80%-ը ջրի մեջ է, այս մի ամիսա ջուրը չի նստում։ Բազմիցս դիմել են գյուղապետարան, քաղաքապետարան, բոլորին դիմել ենք, բոլորը տեղյակ են, բայց ոչ մեկ չի կարող այդ հարցին լուծում տա, ասում են, «Էսի պետական մակարդակի բան է, մենք իրավասու չենք այդ բաներն անելու»։ Հիմա թող տեսնեն այդ պետական մարմինները գան, մի հատ որոշում ընդունեն, այս գետի հունը ոնց է մաքրվում։ Ասում եք դաշտ, ինչ որ բան եք աճեցնում դաշտում։ Մենք արվույթ ունեինք, ցանած, հիմա այդ հենց երեք գնաց է մտել եմ, այդ ջուրը կանգնել է, սա արվույթը քոքից փտած է։ Հիմա այս տարի ես պետք է նորից այդ դաշտը, որ 7 տարին մեկ ենք վարում, հիմա այս տարի պետք է նորից վարեմ, նորից բերեմ սերմը ցանեմ։ Գյուղը ինչպես հասկացա, գյուղատնտեսությամբ զբաղվելով է ապրում, հա, եկամուտներ այլ աշխատանք։ Եկամուտի աղբյուր չկա այս Ռանշպարում։ Ոչ մի պետական հիմնարկություն, ոչ մի բան չկա Ռանշպարում, բոլորը ապրում են հողով։ Բայց այդ հողի աշխատանքն էլ ձեր աչքի դեմ է, ինչա լինում։ Գյուղի 60% հողերը հիմա ջրի տակ են։ Այդ հողերը էլ արդեն մի քանի տարի մինիմում օգտագործել չի լինի։ Եվ պատճառը ո՞րն է։ Պատճառը բանը Էշմիածինից ավազե հանքեր կան, միջև գալիս բրծնումա, առաջ չի եղած այս բան։ Հենց սկսեցին ավազը լվանալը, Էշմիածինից միջև ստե սաղ ավազը հանքերը լվում են, ցեխը լցվում է գետի մեջ, ինքստիկյան գետի տակը արդեն բարձրանում է, հունը բարձրանում է վերև։ Էդի բերում են, մաքրում են այդ նույն ցեխը, որ մաքրեն, նորից գետի հունը իր հունով կգնա։ Ջուրն ավելի է քչացել, բայց գետը ավելի բարձրացել է։ Այսինքն չի վերահսկվում այդ ավազահանքերի սեփականատերի։ Գիտեմ վերահսկվում է թե չի վերահսկվում, բայց եթե վերահսկվեր այսօրը չէր լինի, էլի։ Մենք այս վիճակի չէին գա հասնենք։ Փաստացի բնապահպանական խնդիր են առաջացրել այդ սեփականատերերը։ Հիմա մեր այս գետում առաջ ով գիտի սև ջուրը, այն մանավանդ ռակի սիրահարները գիտեն, որ սանից համով ռակ չկար, ամբողջ Հայաստանով մեկ արտահանում էին դեպի Եվրոպա, բայց հիմա մի հատ ռակ չկա մեր գետի մեջ։ Ձկնաբուծականի ջրերը լցեցին, այս ցեխերը լցեցին, ռակից բռնած սաղ վերացավ մեր գետը դարձել է անիմաստ, այնքան որ ջուրը է այդում, ցեխաջուր է այդում։ Նկարել եք, չէ՞, ցեխաջուրը որ գնում, այդ է դարձել։ Գետը լրիվ հունից փչացել է։